Տարիներ առաջ Տաթև Ասատրյանը հայկական շոու-բիզնես մուտք գործեց ու հիմա հաստատուն քայլերով առաջ է գնում, գրավելով նոր հորիզոններ։ Հանրությունը Տաթևին սիրում է ու սպասում նրան նոր, հիթային երգերով։ Ինչպես արդեն նշել ենք, Տաթևը վերջին ամիսների ընթացքում պարբերաբար համերգներ է ունենում թե Հայաստանում և թե եվրոպական տարբեր քաղաքներում։ Հենց այդ շրջագայությունից էլ Տաթևը պարբերաբար տարբեր հրապարակումներով կիսվում է ինստագրամյան հարթակում։ Տաթևը ինստագրամյան հարթակում նոր հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է նա դրսում կերակրում աղավնիներին ու այլ թռչուններին։ Մեր բարի Տաթև, ահա այսպես են երկրպագուները մեկնաբանում Տաթևի հոլովակը։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել այն առանց մեկնաբանության։ Ենք նաև, որ երգչուհու մասին քննարկումներն ավելի ակտիվացան, երբ նա մասնակցեց «Ես կամ» նախագծին և հյուր գնաց փոքրիկ Նժդեհին։ Թողարկումից հետո հանրությունը սիրեց նաև Նժդեհին։ Դրանից հետո Տաթևը շատ հաճախ հրապարակումներ է անում Նժդեհի հետ, նրա հետ գնում զբոսայգի, նրան անակնկալներ մատուցում։ Վերջինը 1 ամիս առաջ էր։ Նժդեհը փոքր տարիքից երազել էր մոտոցիկլ ունենալ։ Եվ ահա, Տաթևն իրականացրել է Նժդեհի երազանքը հոլովակով կիսվելով ինստագրամյան էջում։ Ձեզ ենք ներկայացնում այդ տեսանյութը։ Կաձը մեր պապի։ Փոքր ժամանակից երազել եմ մոտո ունենալ։ Կամաց։ Բարև բոլորին։ Ուրեմն Նժդեհը, ում արդեն բոլորը ճանաչում եք, մոտավորապես 1 տարուց ավել է ու ունի շատ մեծ երազանք, որի մասին խոսում է գրեթե ամեն օր։ Նա երազում է ունենալ այսպիսի մանկական, բայց իսկական ամենագնաց։ Ես որոշեցի, որ նա տակ ունենա միայն մի դեպքում, երբ որ շատ վարժ գրել կարդալ կսովորի և կսկսի բարձր գնահատականներ ստանալ։ Նա գիտի, որ այսօր ունի անակնկալ, բայց չգիտի, թե ինչ անակնկալ։ Ընկերներին, որ նրանք ամբողջ ընթացքը գաղտնի նկարեն, որպեսզի դուք էլ հետևեք այս ամեն ինչին և միասին տեսնենք, թե ինչ էմոցիաներ կունենա Նժդեհը, տեսնելով իր անակնկալ նվերը։ Հիմա գնում ենք Նժդեհի մոտոն պահենք, որ ինքը չտեսնի ու գնանք իր հետևից։ Դու ձնար պապից ինչ էր ուզում։ Մոտո։ Ինչ գույն։ Կապույտ։ Համել դու ինչ ես արել, որ մոտոն ունենաս։ 10 եմ ստացել։ Ինչից ես 10 ստացել։ Մաթեմից։ Դե լավ, ինչ մոտո Նժդեհ։ Նորմալ բան ուզում։ Փոքր ես հլը, կմեծանաս կունենաս։ Խիստ լացում կյանքս։ Գնում ենք հեքիաթ նայենք։ Գիտես ինչ լավ հեքիաթ է։ Աղբերս։ Բա մոտոյի համար կլացեն։ Համել ինչ մոտո։ Ցավդ տանը, փոքր ես հլը։ Կմեծանաս կունենաս, անպայման։ Տիկ։ Ուրիշ բան չես ուզում ձեր պապից։ Խի մի հատ ուրիշ բան մտածի, նամակ գրենք իրար հետ։ Մեկածում էր պապի չկարսին ունեն ոչ մի նամակի չեմ Կաձը մեր պապի։ Փոքր ժամանակից երազել եմ մոտո ունենալ։ Փոքր ժամանակից երազել ես։
Օրեր առաջ Դոբրի արմյանսկի վեչեր հաղորդմանը Տաթևն անկեղծացել է, խոսել Նժդեհի մասին, համեմատականներն անցկացրել իր մանկության հետ ու հավելել, որ Նժդեհի հետ վարվում է այնպես, ինչպես կցանկանար իր հետ վարվեին։ Երգչուհին նշել է, որ տղան ցանկանում է երաժիշտ դառնալ ու հերթական անգամ իր խոսքում խոստացել է, որ մշտապես լինելու է Նժդեհի կողքին, Տաթևը հուզվել ու հուզել է հանդիսատեսին։ Հավելենք նաև, որ իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով անձնական կյանքի և երեխաներ ունենալու մասին, Տաթևը նշել էր. «Ժամանակ չկա, հիմա ես եմ երեխա, մի քիչ մեծանամ նոր, կլինի անպայման, հիմա զբաղված եմ, ինձ այդքան ժողովուրդ է սպասում, պետք է փող աշխատեմ, որ երեխա ունենամ, չէ, առաջինը ունենում ես, ասում են, բա երկրորդը, երբ ես ունենալու, չունես հարցնում են, երբ ես ունենալու, դրա օրն էլ կգա»։ Երգչուհին խոսել էր նաև Ես կամ նախագծին իր մասնակցությունից պատմելով հենց Նժդեհի մասին։ Նժդեհը շատ լավ է հիմա, փառք Աստծո, շատ լավ սովորում է, կորդեգրեի, եթե կարողանայի, բայց չեմ կարող, որովհետև երեխան փաստացի թղթով ունի ծնողներ ու նրանք դեմ են որդեգրմանը, և դա երկար պրոցես է։ Տարիներ են պետք երեխային որդեգրելու համար, բայց հիմա ինքը շատ լավ է, արդեն պապան հետևում է երեխային, նրա հետ է ապրում իր ցանկությամբ, դհոլի է գնում, շատ տաղանդավոր երեխա է, շատ ուժեղ ռիթմիկա է զգում, ու մի հատ տեսահոլովակ ունեմ Գյումրու մասին, որը Հայաստան գնալուն պես պիտի նկարեմ ու ուզում եմ, որ դհոլը ինքը նվագի, իրար հետ սիրուն տեսահոլովակ կունենանք, նշել էր Տաթևը իր վերջին հարցազրույցի ժամանակ, դե իսկ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև նրանց մասնակցությամբ մի քանի այլ տեսանյութ։ Քրիստոսի եկյալ երեխայութենի մկրտություն, մկրտի հանուն հոր և որդվոր և հոգվին սրբով։ Գնյալ արյամն Քրիստոսի իծարայութենե մեղած, ընդունի որդեգրություն հորն երկնավորի, լինել ժառանգակից Քրիստոսի և տաճար հոգվից սրբով։ Կնգնես, արի մոտես։ Ժողովուրդ ջան, շատ եք հարցնում, թե Նժդեհը որտեղա ոնց է ու ինչ է անում, ուզում եմ ասել, որ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է լինելու, չէ կյանքս։ Ամայի ճամփեքին քո գրկում քո կողքին շունչ արա